Ну, պարզ է, ըստ էության բոլորին հայտնի է, որ Սևանա լճի մակարդակը մինչև 1903 նիշը պետք է բարձրանա, որպեսզի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանվի եւ ճահճացման գործընթացները եւ տրոֆացման, որոնք դուք նկատել եք արդեն տարվա վրա դա նկատելի է լինում, որպեսզի այդ գործընթացները ավարտվեն։ Ну դա պայմանավորված է ստորին 4 աստիճան շերտի պակասեցման, ջրի փոքր շերտի միջոցով արևի ճառագայթների այնտեղ հասման եւ դրա արդյունքում ծաղկման գործընթացների ակտիվացման, որը ջրի որակը վատացնում դարձնում է ճահճային ջրի մակարդակին։ Այդ պատճառով գիտահետազոտական հիմքերի վրա ակադեմիայի համապատասխան ստորաբաժանման կողմից գիտականորեն հիմնավորված մակարդակ, որը կապահովի Սևանա լճի որպես լիճ գոյատևելու հեռանկարը սահմանված է 1903.5 մետր։ Դիտարկելով, միգուցե կան մարդիկ, ովքեր կհիշեն, որ այդ նիշերը ավելի բարձր էին նախկինում, բայց հաշվի առնելով ներկա միտումները եւ հնարավորությունները, մաքրման եւ այլ աշխատանքների, դրանք մի փոքր վերանայվել եւ սեղմվել են։ Նախկինում 4 մետր ալիքի ազդեցության գոտին, ներկայումս դարձել է 1.5 մետր, այսինքն 1905 նիշը սահմանվել է այն նիշը, որից վերև կապիտալ կառուցապատում կարող է իրականացվել, որից ներքև կարող են իրականացվել ժամանակավոր թեթև կոնստրուկցիաներով կառույցներ, որոնք աստիճանաբար կապամոնտաժվեն, կտեղափոխվեն ըստ ջրի բարձրացման նիշի։ Չէ, օրենքի փոփոխությունը վաղուց ա եղել, այդ հաստատվելուց հետո բան չի փոխվել նորից։ 1903.5-ը որպես ջրի մակարդակ, 1903.5 նիշը, այո, եւ 1905-ը որպես կառուցապատման սահմանագիծ, կապիտալ կառուցապատման մասին է խոսքը, որովհետեւ դրանից ներքև ժամանակավոր թեթև կոնստրուկցիաներով կառույցները կարող են իրականացվել, այդ ձևով էլ տրվում են։ Այո, 3.5-ից մինչև 5 հատվածներում, այդպես էլ հանձնաժողովի կողմից, ով տրամադրում է կառուցապատման իրավունքները, հաշվի են առնվում այդ բոլոր պահանջները եւ տրամադրվում են այդ պայմաններով։ Դուք որ ստանում եք այդ փաթեթները, որով դիմում եք, գալիս եք հանձնաժողովը ձեզ տալիս այդ կառուցապատման իրավունքը, այնտեղ այդ բոլորը ամրագրված է։ Դա մենք ոչ մի նոր բան չենք ասում։ Սա ասում եմ դեռ են ինչ որ Քանդման աշխատանքները դնում ո՞նց են 1905-ից բանը ներքև սա քանդում, դեպի շարժական։ 1905-ից ներքև չի թույլատրում կապիտալ շինարարություն իրականացնել։ Ժամանակավորները կարող են վերցնել տեղափոխել ավելի բարձր նիշերի վրա։ Շարժականը ասենք 3.5 քանդում են։ Շարժականը, որ ասում եք, արդեն քանդել բառի հետ այնքան էլ չի կապակցվում, որտեղ քանդում են, ինչը շարժական չի։ Շարժական բառը կարող են վերցնել, տեղափոխել ուրիշ նիշի։ Այսինքն ինչ որ կապիտալ մի բան է, որը հնարավորություն ունի քանդել։ Հնարավոր է, որ այդ քանդվողը ինքնակամ է կամ այլ մենք դրանց քննարկման համար չենք, այստեղ դա կարող է ուրիշ քննարկման շրջանակում դիտարկվի։ Այս պահին կոնկրետ նախագծին բերեք անդրադարձ կատարին, թեև անցյալ անգամ բավականին հանգամանալից ներկայացրել ենք, որ հաշվի առնելով այն հնարավորությունը, որ այս պահին նիշը ավելի ցածր նիշի վրա է, եթե հիշում եք նախորդ փուլում դիտարկվել է նախագիծ, որը 1905 նիշից էր սկսում եւ վերել, բայց որպես միջանկյալ, որպեսզի դուք եւս համոզվեք, որ սա ի նպաստ տնտեսվարողների կատարվող գործառույթ է, ոչ թե ինչ որ բա ինչ ասեմ։ Ժորժ ջան, մի հատ թույլ տվեք ավարտենք ոնց այդ մի ասեք։ Մենք ենք որոշում ինչ ասենք։ Դուք եք կորոշեք, դուք ինչ եք ասում։ Այսինքն դուք արդեն նախատրամադրված բաներ եք ասում։ Օրինակ, որ այս քրչոտ, այս կտոր ճանապարհահատվածների փոխարեն լինում է կարգին կազմակերպված մի հատ անցուղի, ենթակառուցվածք, այսինքն դա ի վնաս ինչ որ մեկի, հա, դա կատարվում։ Լավ։ Հա, լավ, եղավ, հա։ Ուրեմն եթե կառուցապատումը այս պահից 5-ից վերևի վրա է սահմանափակվում, հա, դրանից ներքև ամեն ինչը պետք է մաքրվի առանց ժամկետների։ Սա հնարավորություն է գոնե մինչև այդ նիշին հասնելը տնտեսվարողներին գործունեություն ծավալել եւ ունենալ
ենթակառուցվածք, որը բարեկարգ է, որը բարձրացնում է գրավչությունը, որը հնարավորություն է տալիս իր հարակից տարածքներում շարժական, ոչ հիմնական կառույցներով ստեղծել ավելի բարենպաստ, ավելի գրավիչ ենթակառուցվածք, որը կմեծացնի մարդկային հոսքերը եւ հնարավորությունները եկամուտ ստանալու այն տարածքներից, որոնք առանց դրա ավելի վատ պայմաններում են։ Սա առանձին օդի մեջ չի լինում, իր հարակից հատվածներում պետք է ունենան ուրիշ ենթակառուցվածքներ եւս։ Հիմա այդ հնարավորությունը փորձ արել գտնել 1563 նորոշման շրջանակներում, որտեղ կա հնարավորություն ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների իրականացման։ Քանի որ մեր փորձաքննության մասնագետը նշեց, որ այդ հարցի շուրջ կա թյուր ըմբռնում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի, ապա մենք դրա համար բերեցինք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի սահմանումը ՃՄՈՒ վերաբերյալ, որը այն դասակարգում է տրանսպորտային ենթակառուցվածքների շարքին։ Բայց նախատես